Ներով այսօր Նիկոլ Փաշինյանի դեմ խորհրդարանում անվստահության գործընթաց սկսելուն դեմ է մեկ Նիկոլ Փաշինյանը, մեկ էլ դուք։ Այսինքն ձեզ ներկայացվում է գործող իշխանության թիկունքը պահելու ուղիղ մեղադրանք։ Ինչու եք դեմ իմպիչմենթին։ Իսկ դուք վստահ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է։ Ես ուրեմն վստահ եմ։ Այդպես են ներկայանում։ Ո՞վ է ներկայանում։ Որտեղ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ զորոյի ձգտող հավանականություն իմպիչմենթի բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս որը նման գործընթաց ունենալու կամ չունենալու երաշխիք ունենալու։ Ես վստահ չեմ, որ դա ճիշտ է։ Ոչի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ իմ տպավորությամբ լավ չպատկերացնող թե ինչ են անում։ Գործընթացին ձեր ընդհանուր գնահատականը արդեն տեխնացուներ կան, այնուամենայնիվ ինչ որ բան ընթանում է։ Ձեր քաղաքական թիմը խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար։ Նույնիսկ նախաձեռնողները ասում են, հա ինչ ա եղել, փորձենք չլինի։ Անկամ տեխնացուն Անկա, հա, 10 օր առաջ ուրիշ կարծիք մի տեխնացուն 10 օր առաջ ասում էր դա իրատեսական չէ։ Հիմա ես ավելի պրագմատիկ մարդ եւ մտնել մի process-ի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Ես կարող եմ ասել, թե ում է դա հետաքրքիր։ Օրինակ, կարող է մարդ կա, ում համար օրինակ 48 ժամ լինել վարչապետի տեխնացու, դա կյանքի երազանք։ Ոքի կյանքի երազանքն է, պատկերացնում եք հանկարծ անհայտ, ոչ մեկ տեղը չգիտի, ու դու քննարկումների կենտրոնում ես հայտնում, հարցազրույցներ ես տալիս, ես տաղավարներ են հրավիրում, on-line քո հետ միանում են, դու կարծիք ես ասում, դու դառնում ես ինչ որ մի այդ պայի համար մի կենտրոնական դեմք։ Ոչ եթե մարդու համար այդ 48 ժամը ուշադրության կենտրոնում լինելը կրկնեմ կյանքի երազանք է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բան անենք, ֆոն դառնանք կամ դեկորացիա դառնանք այդ երազանքը իրականացնելու համար ինչ որ մարկանց։ Այդ դրա համար։ Իդեպ բառներ ճիշտ չօգտագործում, խոսք գնում է վստահության քույի մասին։ Ասում են փողոց պիտի հավաքեն, բոլորն են, չէ՞ դա ասում։ Փողոցի ճնշման ճանապարհով հարցը լուծը։ Եթե դու այնպեսի փողոց ես հավաքել, եւ ճնշումդ այնպեսի ուժգին է, որ կարող է 20 հոգի sense հրաժարվել, նույն հրաժարական եք պահանջում։ Անորն է քրակոզը։ Վարչապետը հրաժարական տալիս, հարցը լուծում ես, իսկ դրա համար պետք է նախահեղափոխական իրավիճակ փոխություն։ Այս փողոցի կոնտրոլը իշխանությունը պետք է կորցնի։ Իսկ նշանակում է հրաժարական կամ հեղափոխություն։ Այն սիրուն անուններով, ինչ որ համանadrության վրա հղումներ կատարելով բանման անդուրջ է դա։ Դրա համար մենք չի պատմում այդ պատմության մեջ, հիմա պրակտիկան հայտարարություն արել որոշ կետեր անաշել։ Հիմա եթե մարդկանց հետ արկիրա թող զբաղվեն։ Դա ինֆոպովոդ է, այդ ինֆոպովոդը հնարավորություն է տալիս հարցազրույցների, բաների, օքեյ, ճանաչելիությունը ավելացնում ինչ որ մարդկանց, ում քիչ են ճանաչում եւ ովքեր նեղվում են նրանից միգուցե։ Գիտեք, ինձ ծանոթ են նաև գնահատականներ հենց մարդկանց, որոնք ընտրել են ձեզ, ձեր գաղափարակիցներն են մեծ հաշվով, որոնք ձեզ մեղադրում են այս փուլում գոնե մի փոքր սեփական վարկանիշի մասին չմտածելու համար եւ գոնե ֆորմալ առումով մի պահ ոչ թե լոգիկ մտածելու եւ խնդիրների էության մեջ կորանալու, այլ զուտ մակերեսային Նիկոլ Փաշինյանի դեմ ինչ որ մի բան է տեղի ունենում, ես միանում եմ դրան։ Այսպիսի պահանջներ են ձեզ ներկայացնում։ Ես հավատում եմ ձեզ, որ կա երևի նաև իմ կողմնակիցների մոտ մի զանգված, որոնք ասում են դու, քանի որ ես պրագմատիզմից եմ խոսում, որ պրագմատիկա նաև սա է։ Ընդունում եմ սա, բայց այդ դեպքում ես չեմ։ Միգուցե սկսեմ դա անել մի ավելի մեծ, ասենց ասեմ, հատված իմ աջակիցների ինձանից կհիասթափվի, չգիտեմ։ Հետո դա մի բան է լինելու, մի քայլեր են լինելու, որոնք իմ էության հետ sense չեն խոսելու, որոշակի դիսկոմֆորտ ես ներսում կզգամ։ Բայց զուտ պրագմատիկ տեսանկյունից ճիշտ է։
Պարոն Քոչարյան, խմբակցության հայտարարության մասին հիշեցրեցիք։ Խմբակցության հայտարարության մեջ բավական ուշագրավ էր մի հատված, որ խմբակցությունը, Հայաստան խմբակցությունը ընդգծել էր, որ սա թիրախավորում է եւ Հայաստան խմբակցությանը եւ նաեւ ձեզ այս գործընթացը։ Ձեզ ով է փորձում թիրախավորել, որովհետև մենք դրանից հետո տեսանք ընդդիմադիր շրջանակներում փոխադարձ քննադատություններ եւ հիմնական հարցերից մեկն այն էր, որ տեխնացու խնդիր կա ընդդիմադիր դաշտում եւ չեն կողմնորոշվում ընդդիմադիրները, դրա համար քննադատության սլաքները նաեւ ուղղում ձեր դեմ։ Իդեպ հիշեցնեմ, որ նաև պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը, երբ որ հարց հնչեց լրագրողների կողմից, որ ենթադրենք Ռոբերտ Քոչարյանը տեխնացություն առաջադրվի, դուք ինչպես կվարվեք, նրանք ասացին, որ կողմ կքվեարկել։ Ինչու են ձեզ թիրախավորում։ Սկսենք այդտեղից։ Ու առաջինը հենց իրեն շեֆը ասաց, որ հանգիստ տողեք Քոչարյանին։ Եվ ենթադրում եմ, որ սա առաջերտին պետք է կուսակիցներին վերաբերվեր, հետո այսպես կուսակցական շրջանակներից ավելի դուրս։ Բայց պատիվ ունեմ ինքը իրենք հայտարարեցին, որ իրենք տեխնացու չունեն։ Տարօրինակ չի թվում, թե կուսակցությունը, որը երկար տարիներ եղել է իշխող կուսակցություն, տեխնացություն չունի։ Օրինակ իմ մոտ հարց առաջացնում։ Համապատասխան որակներ ունեցող մարդ չունեն, թե չեն ուզում, որովհետև հեռանկարը չեն տեսնում։ Համոզված եմ, որ համապատասխան որակավորում մարդիկ իրենք ունեն իհարկե։ Հեռանկարը չեն տեսնում, դրա համար տեխնացու չունեն։ Հիմա Հայաստան դաշինքը ունի վարչապետի տեխնացու։ Մեր ֆրակցիայից միայն մի 8 հոգի կարան վարչապետ լինեն իրենց անցած ճանապարհով եւ փորձով։ Բայց կրկնում եմ, մենք ուղղակի մարդ չունենք, որը 48 ժամվա համար պատրաստա նման քայլի գնալ։